Իրավական թնջուկ, թե քաղաքական ինտրիգ կուլիսներում։ Երկրորդ օրն է Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան հեռակաբան ավերջնային մասին է, թե իր ձևաչափով է քննարկվելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ալեն Սիմոնյանը պնդում է, փաստաթուղթը լիագումար մտցնելու իրավական հիմք չկա, կքննարկվի փակ լսումների ընթացքում։ Այս ֆորմատը սակայն քննիչ հանձնաժողովի նախագահի սրտով չէ, զեկույցի միակ հասցեն լիագումար նիստն է, պնդում է։ Եթե լիագումար չի մտնում, ինքը արկախված է մնում։ Եթե մտնում է, նշանակում է զեկույցը գոյություն ունի եւ օրենքի պահանջն է, սահմանական օրենքի, որ զեկույցը այդ դեպքում պետք է լիագումարում զեկուցվի։ Եթե այլ տարբերակով է գնում, նշանակում է զեկույցը գոյություն չունի։ Զեկույցը լիագումար չի մտնում, որովհետև ժամկետ է խախտվել, ասում է Ալեն Սիմոնյանը։ ԱԺ կանոնակարգ օրենքն ասում է. Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև 6 ամիս է, որը կարող է 2 անգամ հանձնաժողովի առաջարկությամբ ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև 6-ական ամսով։ Այս հանձնաժողովը ստեղծվել է 22-ի փետրվարին, 2.5 տարի անց 24-ի սեպտեմբերին միայն հայտարարվել է, որ զեկույցը պատրաստ է։ Երբ որ ժամկետը վերցրել ես X ժամանակահատվածի համար 6, դու փաստեր ես հավաքագրել, բայց զեկույցի պատրաստման համար ժամկետ չկա նշած։ Քոչարյանը սպասում է գործուղման մեջ գտնվող պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, որ պարզաբանում ստանա, որտեղ են խնդիր տեսել ու ինչ եզրակացություն են տվել Ալեն Սիմոնյանին։ Թիմի ներսում խնդիրներ չկան, բոլորն անհամբեր սպասում են զեկույցին, վստահեցնում է քննիչ հանձնաժողովի նախագահը։ Մինչև վճռվի զեկույցի ճակատագիրը, ՔՊԱ-ականները արտահերթով 64 կողմ ձայնով առանց ընդդիմադիրների մասնակցության ընդունեցին հայտարարություն Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության հաստատման վերաբերյալ։ Ես բերեմ խաղաղության գլխավոր փաստարկը։ Հայաստանի Հանրապետությունում Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին 1 տարի 7 ամսվա ընթացքում ոչ մի զինվոր չի զոհվել կրակոցից։ 1 տարի 7 ամսվա ընթացքում ոչ մի զինվոր չի զոհվել կրակոցից։ Սա խաղաղության ամենամեծ կռվանն է։ Արտահերթը բոյկոտած Հայաստան խմբակցությունը պնդեց, քննարկմանը չեն մասնակցում, որովհետև հայտարարությունը հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է։ Այս նախագիծն, ասում են, ոչ միայն առնչություն չունի իրական խաղաղության հետ, այլև չի համապատասխանում իրավական, քաղաքական, Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին։ Ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը մեծամասնության բերած հայտարարությունը կապել էր Փաշինյան-Ալիև հանդիպման հետ, պնդել, թե այսպիսով հերթական ազդակն են փոխանցում Ադրբեջանին։ Մենք ոչ Ալիևին դուր գալու խնդիր ունենք, ոչ էլ նրա պահանջները կատարելու պարտավորություն։ Իրենց առաջարկածը զիջումների, հսկայական զիջումների դիմաց զինադադար են ընդամենը, որ իրենք փորձում են մեր ժողովրդին ծախել իբրև խաղաղություն։ Պատիվ ունեմ խմբակցությունն էլ մեծամասնության ընդունած հայտարարությունը համարել է աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու եւ անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ։ Ըստ պատիվ ունեմի շատ տարօրինակ է այս հայտարարության մտահղացումը մի փուլում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է գործել եւ խոսել ուժի դիրքերից, Հայաստանին ագրեսորի ռազմական հանցագործի պիտակավորում կարել, որը հակասում է ոչ միայն իրական խաղաղության օրակարգին, այլ Հայաստանի իշխանությունների բանակցությունների վերաբերյալ հնչեցրած սկզբունքներին։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։